Դատախազության դիմացի ակցիան ունիկալ էր։ Տարբեր խաբեբաների զոհ գնացած մարդիկ էին։ Ասում են, դիմել ենք վարկ ստանալու։ Մեզնից փող են ուզել, որ վարկ տան։ Տվել ենք, քաշվել ենք։ Դիմել ենք կազմակերպությունների, որ օգնեն գումարը հետ ստանանք։ Նրանք էլ են փող ուզել ծառայության համար ու էլի քաշել են։ Հիմա եկել են դատախազության մոտ, պահանջում են, բայց սրանք էլ բան չեն կարող անել։ Ոնց այդ ժողովրդին ախր օգնի դատախազությունը, եթե նրա հավեսը չունի, ուրիշ լիքը բաներ ունի անելու։ Եթե ամեն օր մի քանի տասնյակ դատախազ գործուղվում է Շենգավիթի դատարան Բագրատ Սրբազանի դատին, Քանաքեռի դատարան Սամվել Կարապետյանի դատին, Գյումրուց կալանավորված քաղբանտարկյալների դատին, եթե մի քաղաքական գործով 50-60 քննիչ է ներգրավում, էլ ով ունի ժամանակ իրական տուժածների, ժողովրդի, զոհերի այդ խնդիրներով զբաղվելու։ Սրանք հազիվ քաղաքական գործեր են սարքում, ով ունի ժողովրդի հավեսը։ Դրա համար ասում են, եկել ենք ակցիա ենք անում, բայց հույս չունենք։ Լավ, հիմա ուզում եմ հարցնել բոլորին, ովքեր գնացել էին դատախազության դիմաց ակցիանելու, ձեզ միայն այդ խաբեբաներն են գցել։ Հարցնում եմ մյուս բոլորին, ովքեր ակցիա չեն անում, Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիներին, իսկ ձեզ խաբեբաները չեն գցել։ Ինչ պակաս խաբեբաներ նրանք, որ ասել են, ձեր հավատը, վստահությունը ներդրեք մեր հեղափոխության մեջ ու հեսա թույն կյանքով եք ապրելու։ Վարկերի, պարտքերի դարտից լրիվ կպրծնեք, էլ կարիքը չեք ունենա։ Սրանց էլ եք չէ վստահել ու էլի քաշվել եք։ Մի խաբեբա նրանք են, մի խաբեբա ձեր վստահությամբ կառավարության կաբինետներում հայտնվածներն են։